Խնդիր պատվարժան դատարան։ Չէ, գրածավրանքորում է։ Ես բոլոր Ագելի պաշտպաններ համակարգչային դուք հնարավորություն ունեք ստուգելու, եթե տեխնիկական խնդիր կա ուղղակի նոթբուքը նշվածը բացելու հնարավորությունը չունի, այլ գրիչով է կարողանում։ Միրյանը Պողոսյան ստուգեց պատվարժան դատարան, իր մոտ խնդիր չառաջացավ։ Հա, հանրային մեղադու էլեկտրոնային եղանակ Որ տարբերակն է, այլ որ տարբերակն է, կապնել Պարոնավորությանի մենանացման համարելուց։ Դերերի պետրանի վարչությունը ունենք Թույլ կտակ պատվարժան դատարան։ Электронная продукция идентификация. Կամ մոբայլային, կամ համակարգում էլի։ Բանն է, տվյալների պաշտպանության համակարգն է, երբ դու կոմաս ինտելեկտուալություն ապահովում որպես տվյալ, դու կարաս կենտրոնացված նայես։ Իդը տտեղ նայելերում է, եթե քո վերաբերյալ զապրոսը ցանկացած պետական e-citizen անենք ասում Պատվարժան դատարան ըստ էության մենք ունենք նախապես նշանակված դատական նիստեր։ Եթե ժամանակացույցով դիտարկեինք դեկտեմբեր 17-ը կարծում եմ կարող էր հենց լինել այն օրը, ողջամտորեն ենթադրելով թե թարգմանության կազմակերպման, թե պարոն Հովհաննիսյանի կողմից ներկայացված բարոյթային փաստաթղթերին ծանոթանալու, դրա վերաբերյալ հստակ դիրքորոշում ձևավորելու համար։
արդյոք անհրաժեշտությունը կա դատական նիստի ընթացքում այն հրապարակելու, ըստ էության մենք նշված է ևս այն կարծիքին ենք, որ ինչ-որ իմաստով ձևական բնույթ կկրի, որովհետև մենք բոլոր դեպքերում գրավոր ներկայացված փաստաթուղթը պետք է ելակետ ընդունենք, այլ ոչ թե բանավոր հնչեցված խոսքը, եւ դրանով նաեւ պետք է ուսումնասիրենք ներկայացված գրավոր փաստաթղթերը, ըստ էության սա է։ Հարգելի դատավարության մասնակիցներ, նախ դատարանը արձանագրում ներկայացված որոշումները հաշվառելով նոր է դատարան ներկայացվել, դատարանը պետք է ուսումնասիրի համադրի նախկինում առկա որոշման հետ, ինչպես գիտեք, դատարանը առանձին փաստաթղթի ձևով որոշում կայացրեց, ուղարկեց այն ամենայնիվ դատավարության մասնակիցներին, որպեսզի տարամեկնաբանության առիթ չտա, որ դատարանից կամ այն հանգամանքը դարձել է լրացում կամ փոփոխություն, որպեսզի ավելի հստակ լինի։ Դրա համար դատարանին ևս ժամանակ անհրաժեշտ է որոշում կայացնելու համար նոր մեղադրանք ներկայացրած որոշումները ընդունել կամ չընդունելու, սակայն դատարանին ամենը մեկ օրի բավարար էր, սակայն հաշվի առնելով, որ մենք հաջորդ երկուշաբթի օրը դատական նիստ կողմերի հետ համաձայնեցրել էինք դեկտեմբերի 1-ին նշված օրը դատարանը մինչ այդ ամենայն դեպս այսօր եւ այդ թարգմանության ուղարկի որոշումները, որպեսզի հնարավորինս սև ժամկետում Խաչատուրով թարգմանած վիճակում դատարանի տրամադրության տակ լինի եւ փոխանցվի ձեզ։ Մինչ երկուշաբթի օրը ամենայն դեպս դուք ծանոթացեք որոշումը շուրջ 1 տարի է նոր որոշմանը գրեթե 80-90%-ի մասով լիավորիսն բոլորը ծանոթ եք, մեկ շաբաթը կարծում եմ բավարար է։ Եթե մինչ այդ թարգմանությունը ստացած եղան կամ այդ օրվա դրությամբ ստացած եղան, պարոն Խաչատուրովին դատարանը ևս ժամանակ կտրամադրի իրեն հասանելի լեզվով ծանոթանալու եւ դատալսումները այդ օրը դատարանը իր որոշումը կհրապարակի, կհետաձգենք, եթե սև ժամկետում 2-3 օրվա ընթացքում հնարավոր եղավ ստանալ թարգմանությունը, շատ արագ միջոցներ կձեռնարկվեն պարոն Խաչատուրովին փոխանցելու համար, ամեն դեպքում դուք հարգելի դատավարության մասնակիցներ բոլոր սցենարներին պատրաստ եղեք, որպեսզի եթե հնարավոր եղավ մեկ շաբաթում, ինչը քիչ հավանական է, որ թարգմանությունը կլինի, այնուամենայնիվ, եթե ողջամի ժամկետում կամ մյուս օր թարգմանությունը եղավ փոխանցեցին պարոն Խաչատուրովի, երկուշաբթի օրը դատալսումները ցանկացած եղանակով շարունակվելու դեպքում դուք պատրաստ լինեք լրացուցիչ չհետաձգենք, որ այս կամ այն հարցերին անդրադառնանք։ Գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով է դատավարությունը իրականացվում, հաջորդիվ մենք պետք է քննարկենք քրեական դատավարության օրենսգրքով սահմանված, եթե շարունակենք, եթե դատարանը մեղադրանք ընդունի, սա նախապես ասեմ, որպեսզի չասեք, թե դատարանը որոշում չի կայացրել, մենք շարունակելու ենք քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածով սահմանված հարցերի քննարկմանը, որ դեպքում անհրաժեշտություն եղավ, որ առանձին գրավոր փաստաթղթի ձևով պետք է, օրինակ պայմանականորեն բացարձակ ներկայացվի, խնդրում եմ, եթե օրինակ նման միջնորդություններ պատրաստ ձեզ հետ կրակ, մենք հավանանք արդյունավետ դատալսումներ, եթե դատարանը որոշի, որ ընդունելու է մեղադրանք։ Որոշում դատարան, ես ճիշտ հասկանում եմ, մենք ընթացակարգի փոփոխություն ենք պլանավորում իրականացնենք եւ այս միջնորդության նոր մեղադրանքի փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում ասելու հնարավորություն չենք ունենալու։ Պարոն Օրբելյան, ինչ է դիրքորոշում։ Ասեմ, նախորդ անգամ, երբ որ մենք նման փաստաթուղթ ենք ստացել, ոչ մեկը չէր կարող ակնկալել դա ինչ տեքստ ունի, համապատասխանում է, չի համապատասխանում, դրա վերաբերյալ դատարանը ինչ որոշում պիտի կայացնի, մենք բոլորս ի սկզբանե այդ փաստաթուղթը ստանալուց ենթադրել եւ ակնկալել ենք, որ դատախազը առաջնորդվել է սահմանադրական եւ վճռաբեր դատարանի որոշումներով եւ բացառապես փոխել է մեղադրանքի իրավական գնահատականը։ Հետո վերցրել ուսումնասիրել ենք, պարզվել է, որ այդքան էլ այդպես չի։ Դա ներկայացրել ենք դատարանին, դատարանը նաեւ ենթադրում եմ այդ հանգամանքներն հաշվի առել ինքնուրույն էլ կաներ, բայց դա էլ հաշվի առել եւ որոշում է։ Ուզում ենք հասկանանք ընթացակարգային փոփոխության անհրաժեշտությունը, այսինքն եթե ունենք նման փաստաթուղթ, ունեցել ենք նման ընթացակարգ, ինչի եմ ասում ունեցել ենք նաև նման ընթացակարգ, որովհետև այդ ընթացակարգը տենց
ոչ շատ հստակ, ոչ շատ միանշանակադատավարական իմաստով է դեպք որոշում ենք հայտնել, մենք ունենք ակնկալիք, որ նույն ընթացակարգով պետք է գնանք, եւ պետք է բոլորս կարողանանք դեպք որոշում հայտնել, արդյոք պետք է սա հիմա ընդունվի, թե ոչ, որի հիման վրա նախագահ դատավարություն կտա կամ թույլ չտա։ Հաշվի առնելով նշված Դատարանը թույլատրել է փոխել արարքի բացառապես իրավական բնական այս մասով որոշում կայացրել է։ Սակայն ներկայացված որոշումներում որոշակի խախտումներ է նկատել, դրացումներ, փոփոխություններ, այդ մասում ժամկետ է դրան։ Պատվորները տամ եք։ Եվ հստակ առանձին փաստաթղթի ձևով արձանագրել է որոնք են այդ դրացումները։ Հիմա սա նես չի, որ ուղղված փաստաթուղթ կա, նոր փաստաթուղթ կա լրիվ ամբողջ ծավալով մի քանի հատոր բանով, այդ 3 հատորով։ Հետևաբար սրա մեջ ինչ է փոխված, ինչ չի փոխված, փոխված է, փոխված չի, բացի որ նախագահ, մենք նախորդ անգամ չենք ելել են կանխավարկածից, որ նախագահողը ինքնուրույն է կատարել գրասենյակում կամ ոչ գրասենյակում, մենք դիրքորոշում հայտնելու հնարավորություն ենք ունեցել։ Դեր ասածից ես հասկացա, որ հաջորդ նիստին եթե նախագահողը թույլատրած լինի, մենք ապրելու ենք 311 հատվածով կամ որներ։ Նախնական դատողությունների ընթացակարգին անկախ նրանից մենք սրա վերաբերած դիրքորոշում չենք կարողանալ հայտնել։ Պարոն Օրբելյան, պարոն Արտուրյան, եթե դուք գտնեք այնպիսի հանգամանքներ, մասնավորապես, որ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ պայմանականորեն նշված է պաշտոնական լիազորությունների անցման կատարել է գործողություններ, անձնությամբ առաջացել է ծանր հետևանքներ։ Դատարանն արձանագրել է, որ այս պարբերությունը ավել է, այսինքն փաստական հանգամանք է դրածված։ Դատարանը դրել է ուղիղ համեմատի իր կողմից կայացված որոշման հետ։ Բայց եթե ուրիշ բան փոխված է։ Ինչ որ դուք գրել եք դա հետ հանեք։ Եթե առանցքային ինչ-որ բան լինեք, որ փոխված լինի, դատարանի, բայց լրացիչ նորից դատարանը քննարկող հարցի վերաբերյալ կարծիք հայտնելու հնարավորություն չի ընձեռել։ Եթե դուք ինչ-որ առանցքային բան նկատեք, բնականաբար դատարանը կլսի առաջարկը հետևյալն է, որոշելու վերջում, բայց առաջարկը հետևյալն է, նախորդ դատական նիստում մեղադրողին երբ որ ասացի ժամանակ տակ 2 շաբաթ 2-ը բավարար չէ, 24 օր ժամանակ է տրվել, որպեսզի ենթադրաբար ընդամենը մի հատ 300 կետ մեկորդվածը հանվի, 300-ին հոդված դրվի կամ 300-ի երրորդ մաս դրվի։ Հիմա այդ փոփոխությունը տպելով բանով ամեն ինչով 2 շաբաթականներ բավարար կարող է լինել, նախագահը տվել ժամանակ, ենթադրում եմ նաև նրանով պայմանավորված, որ հնարավորություն ունենա մի հատել ամբողջական վերանայել եւ հնարավոր է այլ փոփոխություններ կատարվեն կամ չկատարվեն։ Ֆիզիկապես մի շաբաթը 3 հատորը համադրելու համար կարող է բավարար չլինի, դրա համար կընտրում ենք հաջորդ դատական նիստը նշանակել ամսի 17-ին եւ 2 ժամը նախագահ դատավորի համար բավարար կլինի 1-1.5 ժամն է, որպեսզի համադրել։ Կարող համադրել դերասանները Ուղղակի թարգմանություն չունենք, եթե ոչ դատարանը 2 ժամը դեպի ժամը եւ իր որոշումը կայացնել։ Դուք կարող եք 2 ժամից ստուգել դերասանցը անել ատե չէ, Քեր ժամում, բայց արդյոք այլ փոփոխություն կա նախորդից թե չէ, որովհետեւ երկրորդ պետրոլ ունենք։ Կարող է ոնց որ ձեր ասածները անեն, ուրիշ բան ավելացնել։ Հիմա պետք է համոզվեմ, որ ուրիշ բան չի ավելացնել։ Լավ, եթե նման խնդիր նկատեք, կարծականքեք, դատարանը քննարկի հնարավորություն դրամատրի թե ոչ խնդրի։ Շնորհակալություն պատվարժան դատարան, կարծում եմ դատարանը իր ուղղությամբ երբ հստակ նաև սահմանել է, որ եթե սահմանված ժամկետում նշված պահանջների խախտումը չի վերացվում, ապա դատարանը վարույթ շարունակում է սկզբնական մեղադրանքով այդ մասին կայացնելով առանձին որոշում։ Այսինքն որոշակի արդեն հնարավոր վրա հասնող հետևանք, իսկ դե սկզբնական մեղադրանքով դա նշանակում է ինչ-որ իմաստով քրեական վարույթի ընդհանրապես դադարեցում, որովհետև սկզբնական մեղադրանք հասկացությունը հակասահմանադրական է ճանաչվում։ Այսինքն ես մեջ բերեցի դատարանի որոշումից հստակ մի պարբերություն։ Պատվարժան դատարան կարծում եմ բոլոր դեպքերում իշխանել դատարանը որոշակի իմաստով առաջ հաշվի վստահության կանխավարկած վարույթային փաստաթղթերի պատշաճությամբ։ Բայց մենք չենք կարող նայել պարզապես այն ձևով, որ այս 3 հատորը նույնն է, ինչ նախկինում ներկայացվել։ Մենք պետք է նշվածը բոլոր դեպքերում այդ նովո տրամաբանությամբ նայենք, այսինքն կրկին նորից, որովհետև հենց դրա համար է պարոն Հովհաննիսյանը 3 հատոր տպել եւ ներկայացրել դատարանը։ Հակառակ դեպքում կարող մի հատ ուղեկցական դրություն ներկայացնել, ասել գիտեք ինչ, այս մի քանի էջերը նայեք, մի բան են փոխել։ Այսինքն բոլոր դեպքերում դա նաեւ դատարանի պահանջն է եղել։ Պատվարժան դատարան ամենայն պատասխանատվությամբ եմ ասում,
Եթե դատարանը 2 ժամում կարող է նշված նյութերին 3 հատորից բաղկացած ծանոթանալ, մենք չենք կարող։ Այսինքն իսկապես ծանրաբեռնվածության պայմաններում եւ այլն 3 հատորը այդքան կարճ ժամանակահատվածում դա ողջամիտ չէ։ Արտոնական եկեք դա չքննարկենք, որովհետեւ պարոն Խաչատրյանի տրամադրելու համար այսպես թե այնպես դատական նիստը առնվազն 1 շաբաթ հետաձգել է։ Այդ հարցը դատական ժամում 20 րոպեում թե Դե շատ լավ, ուրեմն եկեք այն կանխավարկածով նայենք, որ առնվազն մենք նաև նախապես նշանակված, համաձայնեցված այսպես ձևակերպել նիստ ունենք, հնարավորություն ունենանք առավել պատշաճ պատրաստվելու եւ այո, եթե կարողանանք գտնել այնպիսի մի նոր խնդիր ներկայացված փաստաթղթի վերաբերյալ, դա նաև գրավոր կներկայացնենք դատարան, ուղղակի դա գտնելու համար էլ էր ժամանակ պետք, նաև դրա համար էինք դա ներկայացնում, շնորհակալություն պատասխանատու։ Հարգելի Պատվաստան դատավարության նույնիսկ համաձայն եւ մեղադրանքը պետք է համապատասխանի մեղադրական եզրակացության չափանիշների։ Այսինքն միայն այնպես նա չի, որ մենք հիմա պետք մեղադրանքը սիպի նայենք, միգուցե ենթադրում եմ դատարանը նկատի ունի, որ ինքը միայն մեղադրանքն է նայելու, բայց միևնույն է, միգուցե ձեր աշխատակազմով, բոլորով, իրար հետ ժամում միայն մեղադրանքները կկարողանաք նայել, բայց սա միայն մեղադրանք նայելու հարց չի։ Այսինքն մենք պետք է նայենք նաև մեղադրական եզրակացությանը համապատասխանության հարցը, որոնք քրեական դատավարության նույնիսկ համապատասխան կարգավորումներ ունի, որ եթե չի համապատասխանում մեղադրական եզրակացությանը չափանիշներին, ապա ինչ է այդ դեպքում լինում։ Այսինքն մենք 3 հատորը պետք է աշխատենք եւ հասկանանք, որ 3 հատորը ոչ թե այն մեղադրանքը։ Հիմա 3 հատոր հնարավոր է կարդալ 2 ժամում, բնականաբար ոչ։ Եթե ինչ-որ հատուկ ծրագրեր դուք չեք օգտագործում, այնպես word file-ը դնեք, ինչ-որ մեկը արհեստական բանականությունը դա նայի ու ինչ-որ բան որոշի։ Մենք այդպես չենք անելու, կամ չգիտեմ, ձեր աշխատակազմը եթե ունի այդ հնարավորությունը, մենք չունենք այդ հնարավորությունը։ Հիմա եթե հարցը վերաբերում է նրան, որ 1 շաբաթ հետո մենք հավաքվելու ենք, ուղղակի եթե թարգմանությունը լինի տրամադրվելու է պարոն Խաչատուրովին ու ցանկացած դեպքում ժամանակ է տրամադրվելու, միգուցե անիմաստ չհավաքվենք, որովհետև եթե ընդամենը 1 շաբաթ եք տրամադրելու, բնականաբար դա բավական չէ, ավելին ասեմ, պետք է կողմերն ունենան հավասար հնարավորություններ։ Եթե դատախազին դուք տվել եք 24 օր ժամանակ, պաշտպանական 20 օր, դա 20 օր ժամանակ, ապա պաշտպանական կողմեր պիտի ունենա այդ հնարավորությունը։ Չեք կարող ասել դատախազ, քանի որ դու ուզեցիր, ես այդքան երկար ժամանակ եմ դες տալիս, իսկ պաշտպաններին մենք ընդամենը 1 շաբաթ ենք տալիս։ Ուղղակի առաջարկում եմ ասեք, չէ, շարունակ։ Ուղղակի առաջարկում եմ, եթե թարգմանության հարցն է ուղղակի, կարող է ընթացած այդ ընթացքում ձեր աշխատակազմը կապնվի, տրամադրվի պաշտպանին, որպեսզի դրա համար լրացուցիչ ժամանակ չպահանջվի հետո մյուս դատական նիստը հետաձգելու։ Ես ևս միանում եմ իմ գոլեգաներին, անհատ գործողություններ չանենք ուղղակի 10 րոպեում հավաքվելու եւ հետո նորից դատական նիստ հետաձգելու իմաստով, դատական նիստը միանգամից ամսի 17-ին տեղափոխվի եւ 17-ին արդեն նորմալ աշխատենք։ Տիկին Սահակյան, ստավար 3 հատորը 2 ժամում հնարավոր է ընթերցել եւ 3 հատորը 2 ժամում համադրել, համենայն դեպս նախագահ դատավորը կարող է 3 հատորը 2 ժամում ընթերցել եւ մյուս 3 հատորի հետ համադրել։ Հիմա ձեզ առնվազն 1 շաբաթ դատանը ժամանակ տրամադրում։ Իսկ քանի մեղադրողին ընդհանրապես հաջորդ դատական նիստով պայմանավորված մենք հետաձգեցինք, դատանը ընթացքում հատվածում 10 օրվա ընթացքում ցանկացած նիստ նշանակել հարմար չէր կողմերին։ Ու դրանով է պայմանավորված, թե չէ դատավորը 1 շաբաթ կամ 7 օր ժամանակ է տրամադրել։ Պարոն Խաչատուրով, ոտքի կանգնած են դատարանի դիմում։ Absolut 24 օր տվեցին, այդ ու ուշացան։ Ամենօր շարք է, կամբերել է։ Ինչ դատավարությունները հետաձգել է արգելի դատավարության մասնակիցներ, դատարանը հերթական անգամ ցանկանում է դատական նիստերի ցկցկման պատճառները հրապարակել եւ հաջորդիվ իհարկե մինչև տարվա ավարտ մեր կողմից պայմանավորված օրերին եւ ժամերին կնշանակենք դատական նիստեր
բայց հունվար ամսից սկսած ավելի խիտ գրաֆիկով ենք նշանակելու։ Մասնավորապես մենք առաջին դատական նիստը իմ նախագահությամբ տեղի ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 23-ին, նշված օրը պարոն Քոչարյանը պատշաճ ծանոթված չէր եղել, չէր ներկայացել, պարոն Գևորգյանի սահմանահատելու հարցն ենք քննարկել, այսինքն ըստ էության դատական նիստը միայն այդ մասով ենք իրականացրել։ Եվս մեկ դատական նիստ նոյեմբերի 1-ին միայն պարոն Գևորգյանի գործունեների հետ պայմանավորված հարցը քննարկելու նկատառումներից ելնելով ենք անցկացրել դատական նիստ, նոյեմբերի 15-ի դատական նիստին մեղադրյալներից 3-ը չեն ներկայացել դատական նիստին եւ այսինքն 19 դատական նիստից արդյունավետ դատալսումներ անցկացրել ենք 13 նիստով 8 դատական նիստ նախապես պայմանավորված հետաձգվել է պաշտպանական կողմի պատճառաբանությամբ, ընթացքում 2 դեպք եղել է, որ հանրային մեղադրողին հարմար չի եղել, մենք նիստով քննարկել ենք, այլ օր ենք նշանակել, շուրջ 17 անգամ պարոն Գևորգյանն է գործուղման մեկնել, ընդհանուր առմամբ ավելի քան 130 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, այդ պատճառաբանությամբ նշված օրերը դատական նիստեր, եթե անհրաժեշտություն կա կողմերը ցանկություն ունենք, ավելի հրապարակել որ օրերն են։ Բայց այդ անհրաժեշտությունում համարյա ծագել Ակի Սահակյան, դատական նիստերը, դատալսումները գործի քննությունը ողջամի ժամկետում պետք է ավարտվի։ Բոլորը տեղյակ եք, որ առաջիկայում նաև օրենսդրական փոփոխություններ են նախատեսված, որը շրջաբերական տարբերակով ամենագրես դատարանը ստացել է, որ գործի քննության ժամկետները սահմանել։ Հիմա դատարանը յուրաքանչյուր մի քանի ամիս մեկ անգամ գոնե ամենայն դեպս թե իր համար, թե դատավարության կողմերի համար։ Բոլոր դատական նիստերը բեն է Այո, բոլոր դատական նիստերով դատարանը արձանագրել է։ Պրակտիկայում այդպիսի բան չի։ Դուք իմ մոտ եւս մեկ նիստի եք մասնակցում, այն նիստով էլ շաբաթ 2 անգամ դատական նիստ։ Ես անում եմ, մնացածը անում են, չեն անում, չի։ Պատվարժան դատարան։ Հիմա մի րոպե չենք ավարտում, պարոն Օրբելյան, լսեք։ 2025 թվականի հունիս-օգոստոս ամիսներին դատական նիստեր չի նշանակվել, պաշտպաններից Տիկին Սահակյանի, պարոն Վարդևանյանի, պարոն Օրբելյանի, պարոն Պողոսյանի, հունիս-օգոստոսին արձակուրդ չեն գնացել, արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ Այսքանը, նշվածով պայմանավորված հարգելի դատավարության մասնակիցներ, հաշվի առնելով, որ մենք ունենք թե սահմանադրական, թե քրեադատավարական պահանջ, որ պետք է գործը ողջամի ժամկետում ունենք եւ ավարտենք, անկախ նրանից քրեական գործը որ փուլում հաջորդ դատական նիստին դատարանը որոշում կկայացնի, թե 315-րդ հոդվածով սահմանված հարցի քննարկման ժամանակ դատարանը որոշում կկայացնի, թե այնուամենայնիվ 876 վկան կհարցակնվեն, 112 դուժողը կհարցակնվեն եւ վերջն արդյունքում դատարանը կամ արտարացման կամ մեղադրական վերդիկտ կկայացնի, բոլոր դեպքերում դատարանը պետք է դատական նիստերը կազմակերպի այնպես, որ ողջամի ժամկետում քրեական գործը քննենք եւ ավարտենք։ Նշվածով պայմանավորված դատարանը հունվար ամսից առնվազն շաբաթը մեկ անգամ նիստ է նշանակել։ Դա սկզբի համար, հետագայում եթե գործուղումներով, արձակուրդներով պայմանավորված շաբաթը մեկ անգամ դատական նիստ նշանակելը արդյունավետ չլինի, քննարկել ենք շաբաթը 2 անգամ դատական նիստ կամ 3 անգամ նշանակելու հարցը։ Շաբաթը մեկ անգամ դատական նիստ նշանակելու պայմաններում անգամ արհեստական բանականությունը հուշում է, որ
2.5 տարի, եթե բոլոր դատական նիստերը տեղի ունենան, 2.5 տարի մեզ անհրաժեշտ է լինելու, եթե բոլոր դատական նիստերը տեղի ունենան։ Բոլորս ժամի իրականություն ենք գտնվելու։ Եթե քրեական գործի քննությունը շարունակենք, մենք պետք է պլանավորենք մեր քննության ընթացքը։ Սա մենք դատարանում ես ցույց կտակ հայտարարության Դատարանը դատական նիստերի արդյունավետության կամ ողջամիտ ժամկետներում քննության ժամկետները հաշվի առնելուց խնդրում եմ դրանից հետո նաև հաշվի առեք, որ 1 տարուց ավել ոչ արդյունավետ գործընթաց է տեղի ունեցել մի պարզ պատճառով, որ մեղադրողը տրվել է օրենքին չհամապատասխանող մեղադրանք եւ մենք մի տարուց ավել փորձել ենք դա պարզենք, երբ որ առաջին օրը դա պարզել որ չի համապատասխանում։ Այսինքն խնդրում եմ դա էլ հաշվի առնենք, քանի նիստ եղավ, քանի նիստ տեղի չունեցավ, եթե գործը պետք է կարճվեր, գործը չսկսված եւ գործը 3 նիստ էլ լինում, ելի արդյունավետ ժամկետների խախտումով է տեղի ունենում։ Կխնդրեմ ժամկետը հաշվի առնելուց, հաշվի առնել նաեւ երբ որ միջնորդություններ ներկայացնենք, որը ենթադրելու է գործը կարճելու պահանջ, այդ միջնորդություններին այդ պահին եք անդրադառնալու, թե հետաձգելու եք վերջիկտով անդրադառնալու, հետագայում անդրադառնալու եւ դրանով ողջամիտ ժամկետում գործը քննվելու, թե ոչ։ Որովհետեւ մենք բացառապես դատական նիստերի քանակով եւ քանակի արդյունավետությամբ չեն կարող որոշել ողջամիտ ժամկետում գործի քննությունը եւ բացառապես նախագահողի գործողություններով չպայմանավորված։ Ճիշտ եք նկատել նաեւ մեր գործողություններով, նաեւ մեղադրողի գործողություններով, նաեւ մնացած մասնակիցների գործողություններով, բայց գործի ողջամիտ ժամկետի քննություն դատավորի հաշվետվությունը չի կներեք այդ բառի համար, թե քանի նիստը կայացավ, չկայացավ։ Եվ չի բացառվում, եթե գործը շարունակություն ունենա, քննարկենք նաեւ այդ սցենարներ։ Ամիսը մի անգամ նիստ ունենանք, բայց 3-րդ տեղով, 4-րդ տեղով, եթե դա տարբերակ, որ կարող քննարկվի, եթե բոլորին համասար կլինի։ Բայց դա չի Ամիսը մեկ անգամ նիստ նշանակելու դեպքում նվազագույն ժամկետ 8 տարի էր սա։ Խրարիտական բանականությունը, որ Դե հիմա պարոն Օրբելյան, մի բանից պետք է օգտվենք, բարդ թղթայի տարբերակով նստենք հաշվարկ կատարել, պայմանականորեն օրը դրանի վկայակոչի։ Կարծի կարող ամիսը մի անգամ, բայց 3-4 տեղով, այդ նույնն է ինչ որ շաբաթը մի օր, օրինակն է դա որպես հնարավոր սցենար։ Բայց իմ ասածը նորից վերադառնում եմ նրան, որ մենք ողջամիտ ժամկետում գործի քննությունը քննարկելուց չպետք է դիտարկենք եւ իրավունք չունենք դիտարկենք, քանի նիստ կայացավ, չկայացավ, պետք է դիտարկենք, կարար այս գործը ավելի շուտ ավարտվեր, թե չէ։ Եվ ես ասում եմ, այո, այս գործը կարար ավելի շուտ ավարտվեր։ Այս գործը կարար ավարտվեր, երբ որ առաջին օրը ներկայացվեց մեղադրանք եւ օրինակ 2 ազգային ժողովի պատգամավորների անձնամխելիությունը հաղթահարված չի, ոչ թե մենք քննարկենք, այլ գործը ավարտենք, այդ պահին ավարտենք, ոչ թե հետագային տեսնենք ինչ կլինի։ Օրինակն եմ վերում, որպեսզի պարզվի։ Դրա համար խնդրում եմ օրերի հաշվարկը մանավանդ մեր արձակուրդում գտնվելու պայմաններում հետաձգում, որը հետաձգում չի, այլ դատական նիստի օրի համաձայնեցման պայմանավորվում, այսինքն որ նիստ պետք է նշանակենք, արձակուրդում եղա ժամանակ ասում ենք արձակուրդում են քննելու, դա չի կարող բարձրաձայնվել, որպես պաշտպանները արձակուրդում են, դրա համար նիստ հետաձգվել։ Դա ակնհայտորեն պատճառ է։ Հաջորդ իվենտ դատարանը կոնկրետ օրեր նիստ է նշանակելու, եթե շարունակի գործի քննությունը, եւ կոնկրետ օրը, եթե դուք արձակուրդում գտնվեք, այդ հիմնավորմամբ է հետաձգելու դատական նիստը։ Դուք դատարանին օր նշանակել տարբերակ է կարող դատարանը լավ գիտի ինչ վարժան եւ օգտական գործ։ Միակ պահանջը է, որ մենք արձանագրենք հասկացնի դատարանը։ Միակ պահանջը է, որ արձանագրենք, որ 1 տարուց ավել մենք օրենքին չհամապատասխանող ներկայացված մեղադրանք քննարկելու արդյունքում հայտարարված։ Սա արձանագրենք, այսինքն 1 տարին պետք է չլներ, որովհետեւ ի սկզբանե կամ պետք է չլներ այդ օրենքին չհամապատասխանող մեղադրանքը կամ եթե ինչ-որ բան պետք է լիներ, պետք է համապատասխաներ օրենքին։ Չհամապատասխանող արձանագրված է ձեր որոշմամբ։ Կարճ է։ Դատական նիստերի նշանակման հետ կապված է։ Դրա հետ կապված է, խնդրեմ, Այո, պատվարժան դատարան։ շաբաթը մեկ անգամ, եթե մենք շարունակենք դատական նիստը գործի քննությունը, արդվազը շաբաթը մեկ անգամ նիստեր ենք նշանակելու, թե մեկ օրը կլինի ուրբաթ, չորեքշաբթի, երկուշաբթի, հինգշաբթի, դա կքննարկենք կողմերի հետ, ժամը եւս կքննարկենք։ Եթե ավելացնենք բանը։ Շատ կարճ պատվարժան դատարան, ես կարծում եմ նաև հաշվի առնելով, որ դատարանը իր նախաձեռնությամբ փաստացի նշված հարցը դարձրեց հրապարակայնորեն քննարկման առարկա, ես կխնդրեի, որ նշված հարցը դիտարկենք եւ դատարանի գործողությունները այդ իմաստով դիտարկենք նաև անաչառ դիտորդի տեսանկյունից։ Պատվարժան դատարան, ես շատ լավ հիշում եմ, ինչպես առանց որևէ մեկի նշված խնդրի բարձրաձայնման դատարանը իր իսկ նախաձեռնությամբ պարզաբանեց մի պարզ տրիվիալ ճշմարտություն, որ հաշվի առնելով թե ինչ որոշում միջնորդություն հաստատող վարույթային ներկայացրել է հանրային մեղադրողը
Ելնելով նրանից, որ վաղեմության ժամկետները սպառված են, ապա դատարանը ինքնին այն ինտենսիվությունը, որը առանց վաղեմության ժամկետների սպառման պայմաններում կիրականացներ դատավարության կազմակերպչական մոտեցումը,